Բարի ուշ երեկո։ Այսօր խոսելու եմ այն մասին, թե ինչու ներկայիս 9-րդ գումարման ազգային ժողովը լեգիտիմ չէ։ Որպեսզի շատ չծանրաբեռնեմ, կթվարկեմ զուտ փաստեր, որից արդեն դուք ինքներդ կանեք եզրակացություն, որ այս ազգային ժողովը ունի լեգիտիմության լրջագույն խնդիր։ Իդեպ խոսքը չի վերաբերում իրավական հատվածին, այստեղ, ինչպես ասում են, փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է։ Խոսքը վերաբերում է ժողովրդավարական սկզբունքներին, որտեղ հենց այս ազգային ժողովը ունի լրջագույն խնդիր։ Հիմա տեսեք, Հայաստանի Հանրապետությունում կա 2.5 միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի, որոնցից այս ընտրություններին մասնակցել է 1.476.769, այսինքն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 58.9%-ը, որոնցից քաղաքացիական պայմանագրին ձայն է տվել 49.75%-ը։ Նախ այսքանով հերքվում է ՔՊ-ի այն թեզը, թե իրենք ունեն ժողովրդի մեծամասնության աջակցությունը, քանի որ ընդհանուր ՀՀ քաղաքացիների հաշվարկով ՔՊ-ին այս ընտրություններին ձայն է տվել ընդամենը 29%-ը, այսինքն մենք հիշում ենք 2.5 միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի ունենք, եւ այդ մարդկանց ընդամենը 29%-ն է ձայն տվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ինչը նշանակում է, որ ՔՊ-ն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից, ինչպես նաեւ չունի լեգիտիմություն ժողովրդի անունից խոսելու։ Հիմա հաջորդը։ Տեսեք, այս ընտրություններում յուրաքանչյուր 6-րդ ձայն չի վերածվել ՔՎ-ի, այսինքն փոշիացել է։ Ընդհանուր առմամբ այս ընտրություններում փոշիացել է 16.81% ձայն, ինչի հաշվին էլ հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարողացավ հավաքելով 49.75% ձայն ստանալ 64 մանդատ։ Գիտենք, մեր ընտրական օրենսգրքում տարբեր ֆոկուսներ են արված, այսպես ասած, որի արդյունքում կուսակցությունը ըստ էության կարող է օրինակ հավաքել 30% ձայն եւ ձևավորել իշխանություն, ինչը աբսուրդ է, բայց այս մասին հետո։ Մի կարևոր հանգամանք էլ չենք մոռանում, որ ԲՀԿ-ի չանցնելու հաշվին ՔՊ-ին հաջողվեց ստանալ մանդատների 3/5-ը։ Մենք այսօր ունենք ազգային ժողով, որտեղ իշխանությունը ձևավորվել է ունենալով ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 29%-ի աջակցությունը, որտեղ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 16.81%-ի ձայնը տեղ չի հասել, այսինքն այդ 16.81%-ը ներկայացված չէ ազգային ժողովում։ Եվ ունենք ընդդիմություն, որը նույնպես ունի լեգիտիմության խնդիր։ Ինչպես։ Տեսեք, ՔՊ-ն չի ընդունում ընդդիմության լեգիտիմությունը, այսպես ասած, եւ մենք տեսնում ենք, որ հիմա էլ ազգային ժողովում գրեթե ամենօրյա կտրվածքով քննարկվում է ընտրակաշառքներ բաժանելու հարցը։ Կան հարուցված հարյուրավոր գործեր, ՔՊ պատգամավորները խոսում են 700 եւ ավել ձայնագրությունների մասին, այս պահի դրությամբ այդ գործերը քննվում են։ Հիմա, եթե պարզվի, որ իրականում ընտրակաշառք է բաժանվել եւ ընտրակաշառքների արդյունքում է ընդդիմությունը ձայներ հավաքել, արդյոք մենք կարող ենք անել հետեւություն, որ ընդդիմությունը նույնպես չի արտահայտում ժողովրդի կամքը։ Այո, իհարկե կարող ենք։ Ստացվում է, որ մենք այսօր ունենք ազգային ժողով, որտեղ իշխանությունը չի ընդունում ընդդիմության լեգիտիմությունը, ընդդիմությունն էլ իր հերթին չի ընդունում իշխանության լեգիտիմությունը, քանի որ նշում է, որ օգտագործվել է վարչական ռեսուրս, անհամաչափ քարոզարշավ է տեղի ունեցել, հետապնդումներ են տեղի ունեցել եւ այլն եւ այլն։ Փաստացի, այս ընտրություններում խախտվել է ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկը՝ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով ժողովրդի կամքի արտահայտումը, ինչի արդյունքում ձևավորվում է ազգային ժողով։ Այսօր մենք ունենք ազգային ժողով, որտեղ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 16.81%-ը ընդհանրապես չունի ներկայացվածություն, փոշիացված ձայներն են, որտեղ ընդդիմությունը չի ընդունում իշխանության լեգիտիմությունը եւ իշխանությունը իր հերթին չի ընդունում ընդդիմության լեգիտիմությունը։ Որևէ ամուր կամք ունեցող ուժ կարող է շատ հանգիստ վիճարկել այս ընտրությունների արդյունքները եւ ոչ թե իրավական համատեքստում, այլ ժողովրդավարական սկզբունքների համատեքստում։ Եվ մի կարևոր նկատառում, չնայած որ կար բոլոր հիմքերը, որպիսի թույլ չտրվեր ժողովրդի ընդամենը 29%-ի աջակցությունը ունեցող ուժին ձևավորել իշխանություն, այդուհանդերձ ընդդիմությունը որոշեց վերցնել մանդատները եւ լեգիտիմացնել ազգային ժողովը։ Եվ հենց սա է այն հիմնական պատճառը, որ ես գրեթե մշտապես իմ եթերներում նշում եմ, որ այս ընդդիմությունը գտնվում է իշխանության օրակարգի մեջ։
Փաստացի մենք այսօր ազգային ժողովում չունենք ուժ, որը կարող է ժողովրդի անունից խոսել։ Ինչպես։ Տեսեք, մենք այսօր ազգային ժողովում ունենք քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, որը հավաքել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 29%-ի ձայնը։ Ուժեղ Հայաստան, որը հավաքել է նորից ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ձայների 16.68%-ը եւ Հայաստան Դաշինք, որը հավաքել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ոչ թե ընտրություններին մասնակցած, այլ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 5.8%-ը։ Փաստացի մենք այսօր ազգային ժողովում չունենք ուժ, որը կարող է ժողովրդի անունից խոսել։ Ասեմ ավելին, այսօրվա ազգային ժողովը 3 ուժերը միասին չեն ներկայացնում անգամ ՀՀ քաղաքացիների 50%-ին։ Ինչպես, տեսեք, ընտրություններին չմասնակցած քաղաքացիների թիվը, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մասին է խոսքը, 41.1%։ Սրան գումարում ենք փոշիացված ձայները, այսինքն այն մարդկանց, ովքեր քվեարկել են, բայց փաստացի ներկայացված չեն ազգային ժողովում, 16.68։ Ստանում ենք ուշադրություն 57.91։ Այսօրվա ազգային ժողովում հավաքված 3 ուժերը միասին ներկայացնում են ընդամենը 42.09%-ի ձայները եւ ներկայացվածությունը ազգային ժողովում։ Այսինքն 3 ուժերը միասին անգամ ՀՀ քաղաքացիների կեսին չեն ներկայացնում ազգային ժողովում։ Ինչ լեգիտիմության եւ ինչ ժողովրդավարության մասին կարող է լինել խոսքը, հարգելիներս։ Հիմա անցնեմ վարկային արձակուրդին։ Ես նախորդ եթերումս խոսել էի վարկային արձակուրդ նախաձեռնության մասին, նորից չկրկնեմ, կարող եք նայել նախորդ եթերը, խոսքը վերաբերում է նրան, որ այս օրենսդրական նախաձեռնությամբ ես առաջարկում եմ, որպեսզի վարկային արձակուրդ տրամադրվի առողջական խնդիրներ ունեցող եւ ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացման առջև կանգնած այն քաղաքացիներին, որոնք այս երկու պատճառներով չեն կարողանում մարել իրենց վարկերը։ Շատ ընդհանրական ասեցի։ Հիմա այս թեմայի հետ կապված ես քննարկումներ եմ ունեցել թե քաղաքական կուսակցությունների, թե հասարակական կազմակերպությունների, թե առանձին գործիչների հետ։ Ընդհանուր առմամբ արձագանքները բավականին դրական են, այս պահի դրությամբ ունեմ աջակցություն բոլոր այն ուժերի եւ մարդկանց կողմից, ում հետ զրուցել եմ։ Ես շարունակում եմ քննարկումները, օրենսդրական նախաձեռնության փաթեթը արդեն պատրաստ է, շնորհակալություն եմ հայտնում նաեւ այն մարդկանց, ովքեր ցանկություն հայտնեցին եւ պատրաստակամություն աջակցել իրավական մասով, ինչպես նաեւ փորձագիտական եզրակացությունների մասով։ Հիմա ես գտնվում եմ վարկային արձակուրդ նախաձեռնության մասով այս փուլում եւ մոտ ժամանակներում նորից կվերսկսեմ նախաձեռնող խմբի գրանցման հայտեր լրացնելու գործընթացը, որից հետո կփորձեմ բանակցել նաեւ բանկերի հետ հասկանալու համար նրանց դիրքորոշումը։ Վարկային արձակուրդ նախաձեռնության մասով ես չեմ շտապում, շատ հանգիստ քայլերի հերթականությամբ իրականացնում եմ այն, ինչ որ պետք է արվի։ Ունեմ միայն մեկ մտավախություն, որ մինչ այս ինչի մասին որ խոսում էի, ազգային ժողովի լեգիտիմության մասին որ խոսում էի, գուցե ինչ որ մի օր ինչ որ մեկի մտքով անցնի վերջապես վիճարկել, այդուհանդերձ եթե ինչ որ մի օր վիճարկվի այս ազգային ժողովի լեգիտիմությունը եւ այն, որ այս ազգային ժողովը չի արտահայտում ժողովրդի կամքը եւ ներկայացնում է ընդամենը ժողովրդի 42%-ի ձայները, այսպես ասած, վարկային արձակուրդի մասով ես չեմ կարծում, որ որևէ վտանգ կսպառնա։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք այն անցկացնել, եթե ուզենք, կարող ենք դա անել միասին։ Այսօր այսքանը, լավ եղեք, կհանդիպենք։